Յուրավոր տարիներ առաջ հայոց աշխարհը ղեկավարում էր իմաստուն եւ խիզախ մի արքա։ Ամեն ինչ ներդաշնակ էր, թագավորությունը հզորանում էր։ Բայց մի օր ամեն ինչ հանկարծակի խավարեց, ծառերը չորացան, գետերը ցամաքեցին, երկրում ահ ու սարսափ էր։ Թագավորը փորձեց իր բանակով կանգնեցնել այդ չար ուժին, բայց ապարդյուն։ Երկրի իմաստուններն արքային պատմեցին, որ չարայրի գավազանին կարող է միայն հայ Դավթի սուրը դիմադրել։ Հայրենիքը պաշտպանելու արքայի խնդրանքը Դավիթը չմերժեց։ Նրանց կռիվը շատ երկար տևեց եւ ի վերջո 40-րդ օրը Դավիթը հավաքելով վերջին ուժերը գրոհի նետվեց։ Չարայրի գավազանը չդիմացավ հարվածին եւ կտոր եղավ, բայց մասնատվեց նաեւ Դավթի սուրը եւ ցրվեց Հայաստանից մեկ։ Չարայրը զրկվելով գավազանից կորցրեց նաեւ եղանակները կառավարելու իր ուժը եւ ստիպված հեռացավ։ Բայց խոստացավ դեռ կվերադառնա։ Եկեք ճանապարհենք Մարիամին եւ Միքայելին։ Իսկ մեր հաջորդ մասնակիցն է Արմենը եւ իր պարող փոշեկուլը։ Մարիամ, մի արա, այդ գուլպան էլ հանի։ Հա, լավ, ինչ ես տխրել։ Չեմ տխրել։ Ես քեզ ասում էի, Դավիթի մասին քո հորինած պատմությունը ոչ մեկին հետաքրքիր չի։ Այդ ես չեմ հորինել, պապին էր մեզ փոքր ժամանակ պատմում։ Հա, լավ, համ էլ անիմաստ մրցույթ էր։ Ինչ ուզում ես արա, ամեն տարի պարող փոշեկուլն է հաղթում։ Լավ, տրամադրություն չունես, ես վազեմ տուն, ինձ սպասում են։ Ով։ Համակարգիչս, 4 անգամ արդեն զանգեց, գնամ շատ չսպասի։ Հա, գալիս եմ, գալիս, շուտ կգաս տուն։ Միքայելը ճիշտ է։ Դավիթը էլ ոչ մեկին հետաքրքիր չէ։ Ես Դավիթն եմ։ Ես Դավիթն եմ։ Դու Դավիթն ես։ Հա, ես Դավիթն եմ։ Դու Մարիամը։ Իսկ սա չգիտեմ ինչ է, բայց շատ համեղ է։ 1000 տարի կլինի հաց չէի կերել։ Պետք է վերականգնվել։ Բայց ո՞նց։ Բայց դու Բայց ախր Գիտեմ, հարցերը շատ են, բայց հիմա ես ամեն ինչ կբացատրեմ։ Մեր օրերում մարդիկ աստիճանաբար մոռանում են հերոսներին։ Իսկ երբ հերոսները մոռացության են մատնվում, նրանք կորցնում են իրենց ուժը, թուլանում, իսկ վերջում ուղղակի դադարում գոյություն ունենալ։ Ես էլ եմ այդ հերոսների շարքում։ Ինձ էլ են արդեն քիչ-քիչ մոռանում։ Այսինքն, եթե քեզ հիմա մոռանան, դու կանհետանաս։ Ահա։ Բայց հիմա ավելի մեծ վտանգ կա։ Ինչ վտանգ։ Չարայրը։ Ոնց։ Խավարի արարիչ իրականում գոյություն ունի։ Հա, հիմա ինք ուժեղանում է, բայց ես նրան նորից կհաղթեմ։ Իմ թրի միջոցով։
է քո թուրը։ Ինձ թվում է ինչ-որ բան պակասում է թրիցդ։ Ինչը։ Թուրդ։ Վայ, ամենակարևոր մասը մոռացա։ Պետք է գտնել թուրս։ Ճիշտ է, ըստ լեգենդի քո թրի մասնիկները ծրվեցին ամբողջ Հայաստանով մեկ։ Չի լսում։ Սպասիր օգնեմ։ Սա ով է։ Արի ճանապարհին կբացատրեմ։ Լավ, ես քեզ ունեմ 4867 հարց, բայց որ շատ չխլեմ քո ժամանակը, քեզ կտամ ամենահետաքրքիր 16 հարցերը։ Նա պետք է մեզ օգնի։ Հա, սենց մի նայի, ինքը շատ խելացի է, համել կարատե գիտի։ Դուք կօգնեք, չէ՞ ինձ։ Պետք է քննարկենք։ Հասկանում ես, Դավիթը ուզում է մենք իրեն օգնենք։ Շատ է դժում։ Արի մի անգամից համաձայնվենք։ Չի արի մի 2 վայրկյան էլ սպասենք նոր։ Լավ, լրջացիր։ Մենք համաձայնենք։ Ես մեկ մի քիչ վատներ։ Վայրկյան։ Այս լավներ։ Սա կօգտագործեմ։ Ինչ ֆորմա պատահել պարոն Չարայր։ Դավիթը վերադարձել է։ Հայ Դավիթը։ Բաբա, բայց ոնց։ Անհնար։ Հիմա Դավիթը իր նոր ընկերների հետ գնացել է թրի մասնիկները գտնելու։ Հա, բայց իրենք սովորական երեխաներ են։ Դու էլ ես երեխա։ Հա, բայց ես սովորական երեխա չեմ։ Ես լազերոտ երեխա եմ։ Եթե ավելի շուտ հասնես այդ թրի մասնիկներին, կունենաս այն, ինչ խոստացել էի։ Քո երազանքների լաբորատորիա։ Իսկ եթե ոչ, երազանքդ միայն երազներում կտեսնես։ Ամենահետաքրքիրը դեռ առջևում է։ Շտապիր բաժանորդագրվել։